Արագածի լանջին հայացքով դեպի Արարատ սկաուտական համահայաստանյան բանակումն արդեն 7 օր է ինչ Բյուրականի գեղատեսիլ բնության գրկում է մեկտեղել ավելի քան 250 սկաուտի Հայաստանից ու աշխարհի 15 երկրներից, նոր կապերի հաստատումից մինչև փորձի ու գիտելիքների փոխանակում եւ ոչ միայն։ Համահայաստանյան բանակումն այս տարի առանձնահատուկ է ինչպես սկաուտների թվով, այնպես էլ մասնակից երկրների աշխարհագրությամբ։ Առաջին անգամ Հայաստանն ու հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությունը բանակումի միջոցով բացահայտելու են եկել աշխարհի 3 մայրցամաքների մի քանի տասնյակից ավելի սկաուտներ։ Առանձնահատկությունը այս բանակման այն է, որ առաջին անգամ նաև միջազգային ծրագիր է մեր ազգային բանակումի հետ միաժամանակ ընթանում բանակավայրում եւ այդ միջազգային ծրագիրը կոչվում է Նոյի երկիր։ Մենք ունենալով շատ լավ ավանդույթներ, շատ լավ կազմակերպություն, հրաշալի երկիր իր պատմությունով, ավանդույթներով մենք կարծես ինչ որ անում ենք մեր մեջ եւ խուսափում ենք կարծես բացվել աշխարհին։ Այս ծրագրի նպատակը հենց աշխարհին բացվելն էր եւ կարծես թե հաջողվեց։ It's very nice country. Շատ գեղեցիկ երկիր է, հյուրընկալ ու բարի մարդկանցով։ Ես Եգիպտոսից եմ, հուսով եմ դեռ էլի կգամ այստեղ։ It's my first visit to Armenia. Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան։ Շատ սիրեցի ձեր երկիրը, ձեր ժողովրդին։ Այստեղ ամեն ինչ չափազանց ջերմ էր։ Վստահ եմ, որ այն ընկերությունը, որ ձեռք ենք բերել այստեղ անպայման շարունակվելու է։ Հոմենթմեն Հասկի Նոյի երկիր միջազգային ծրագիրն իրականացվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Դեռ ամիսներ առաջ ընդունելով համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի ղեկավարած պատվիրակությանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևոր համարեց սկաուտական շարժման առաքելությունն ու տեղեկացրեց, որ պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել շարժման կարևորագույն ծրագրերի իրականացմանը։ Հայրենական սպորտի ղեկավարը Հայաստանում միջոցառումներ անցկացնելու նպատակով Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից համաշխարհային սկաուտական շարժմանը $100,000 հատկացրեց։ Ես փոխանցեմ $100,000, որ կարողանաք այդ միջոցառումները տարեկան մեկ անգամ էլ Հայաստանում կայացնել։ Եվ բացի դա, ելի գումար կհատկացնեմ, որ տարբեր երկրներից ամեն երկրից 2 հոգի բոլոր ծախսերը վերցնելով մեր վրա, որ երկրները կցանկանան մեր հաշվին, այդ ասենք թե սկաուտները նույնպես մասնակցեն Հայաստանում, տեսնելով, ծանոթանալով Հայաստանի հադատներին, ավանդույթներին, հյուրասիրությանն ու ջերմությանը։ Եթե էլի կլինեն ծրագրեր, ես պատրաստ եմ էլի մասնակցություն ունենալ, ես նորից եմ ասում, ողջունելի է, որ մենք հնարավորություն ենք ձեռնում տարբեր երկրների քաղաքացիներին, երիտասարդներին համախմբել միտեղ, մեկը մյուսի հետ ծանոթանա, ընկերություն անի, եւ դա կամրապնդի եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ մարզային կյանք։ Համաշխարհային սկաուտական շարժումն աշխարհի ամենամեծաթիվ անդամ ունեցող կազմակերպություններից է եւ իր շարքերում ունի ավելի քան 40 միլիոն սկաուտ։ Շարժումը նպատակ ունի մինչև 2023 թվականը նրանց թիվը հասցնել 100 միլիոնի։ Բարձր գնահատելով Գագիկ Ծառուկյանի ջանքերը համահայկական եւ միջազգային մեծամասշտաբ ծրագրեր իրականացնելու գործում, սկաուտական շարժման համաշխարհային կոմիտեի անդամները նշում են, որ նման միջոցառումները լավագույն հնարավորությունն են Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար։ Միջազգային հատվածը ծրագրի հնարավոր եղավ իրականացնել մեր վաղեմի բարեկամ Գագիկ Ծառուկյանի հովանավորության շնորհիվ, որը լսելով մեր առաջարկությունը ծրագրի, իսկապես ոգևորվեց, նա մշտապես աջակցել է մեր կազմակերպությանը, սակայն սա մի փոքր այլ աջակցություն էր, որը նպաստելու է ոչ միայն կազմակերպության գործունեությանը, այլև Հայաստանի քարոզչությանը ամբողջ աշխարհում, որովհետև սկաուտությունը ընդհանուր թվով այսօր ավելի քան 40 միլիոն երեխա է միավորում իր մեջ, աշխարհի ավելի քան 160 երկրում եւ այս հսկայական ցանցը նաեւ յուրաքանչյուր երկիր օգտագործում է, որպեսզի աճող սերնդին ծանոթացնի ամեն մեկը իր երկրի հետ։ Ես շատ եմ լսել պարոն Ծառուկյանի մասին եւ չափազանց բարձր եմ գնահատում նրա աջակցությունը։ Գիտեմ, որ մեծ ֆինանսավորում է հատկացրել սկաուտներին եւ վստահորեն կարող եմ ասել, որ դա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի սկաուտությունը զարգացնելու համար է։ Մեծ երախտագիտություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին եւ անչափ բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որ նա կատարում է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Պարոն Ծառուկյանին համարում ենք սկաուտների բարեկամ, որովհետեւ նմանատիպ միջոցառումները պահանջում են մեծ ֆինանսական աղբյուրներ։ Ցավոք սրտի մեր կազմակերպությունը ինքնաբավ կազմակերպություն է, բայց պարոն Ծառուկյանի նման լավ ընկեր ունենալու դեպքում մենք կարողանում ենք նմանատիպ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում։ Առաջին հերթին սեղմում եմ Գագիկ Ծառուկյան մեծ բարերի ձեռքը մեր կազմակերպության կարևորությունը գնահատելու համար եւ մեզ մշտապես թիկուն կանգնելու համար։
Եզակի բարերարներից ով իրապես գտնվում է երիտասարդության կողքին եւ սատարում երիտասարդական նմանատիպ ծրագրերը, վստահեցնում եմ, որ մենք փորձելու ենք եւ փորձում ենք իրականացնել նրա սպասելիքները եւ գործել հանուն առաջին հերթին հայ երիտասարդության, հանուն Հայաստանի եւ հանուն Հայաստանի ճանաչման ողջ աշխարհում։ Գագիկ Ծառուկյանի անունից ողջունելով սկաուտական համահայաստանյան բանակումի մասնակիցներին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետ Ատոնոյանը նշում է, որ հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս համահայկական ծրագրերին եւ ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, այնպես էլ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու ուղղությամբ։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը իր ֆինանսավորման առաջնահերթությունների շարքում դասում է հատկապես համահայկական նպատակներ հետապնդող ծրագրերի իրականացումը։ Նման ծրագրերի իրականացումը գտնվում է Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում եւ սա ոչ առաջին եւ ոչ վերջին ծրագիրն է, որը իրականացվում է հիմնադրամի կողմից։ Կերպարական ուզում եմ սրտանց ողջունել ձեզ եւ մաղթել, որ այն մարդիկ, ովքեր առաջին անգամ էին այցելել Հայաստան, այսօրից հեռանան միայն լավագույն հիշողություններով եւ անպայման վերադառնալու որոշումով։ Տարբեր ազգեր ու մշակույթներ մեկ աշխարհընկալում պատանի սկաուտներն արդեն հասցրել են ոչ միայն ընկերանալ ու սիրել միմյանց, այլև ճանաչել Հայաստանն ու հայկական մշակույթը։ Սաուդյան Արաբիայից բանակումին մասնակցող երիտասարդներն անցած 7 օրերին նույնիսկ քոչարի պարելու բոլոր հմտություններն են յուրացրել։ Հայաստանում առաջին անգամ եմ լինում, ասեմ, որ շատ տպավորված եմ, շատ բան ենք այստեղ սովորել, հայկական քոչարին մեզ շատ դուր եկավ եւ որոշեցինք սովորել, կանաչ բնություն, մաքուր օդ, ամեն ինչ հրաշալի էր։ Անկեղծ ես չէի լսել Հայաստանի մասին եւ գալով այստեղ իսկապես զարմացա։ Շատ գեղեցիկ երկիր է հարուստ պատմությունով, հարուստ անցյալով եւ իսկապես ուրախ եմ, որ կարողացա բացահայտել այս հրաշք երկիրը։ Այս բանակումը հնարավորություն տվեց մեզ նոր ընկերներ ձեռք բերել, ջերմ հարաբերություններ ձևավորել նրանց հետ։ Ես ինքս չգիտեի, որ Հայաստանն այսքան հարուստ պատմություն ունեցող երկիր է։ Շատ սիրեցի այն ու չեմ ուզում գնալ։ Շատ կարևոր ծրագիր էր այս բանակումը եւ շատ շնորհակալ ենք Վայրոն Գագիկ Ծառուկյանին իր ֆինանսավորման համար։ Իսկ կարծում եմ, որ այս միջոցառումը, որ աշխարհի բոլոր երկրներից համարյա բանակում կազմակերպել Հայաստանում շատ կարևոր է իրար այսինքն արվեստ եւ մշակույթ փոխանակվելու համար եւ գիտելիքները սկաուտական։ Բարձր տրամադրությամբ հայկական երկու պարով սկաուտական համահայաստանյան բանակումի երիտասարդ մասնակիցները հրաժեշտ են տալիս միմյանց ու համոզմունք հայտնում, որ կրկին հանդիպելու առիթներ դեռ շատ են լինելու։ Վարդուհի Մելտոնյան, Արշակ Մարտիրոսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։